ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին կտեղեկացվի Իրանի դեմ նախապատրաստված գործողությունների տարբերակների մասին։ Այս մասին հայտնում է Politico-ն, վկայակոչելով Սպիտակ տան երկու ներկայացուցիչների։ Մենք կարող ենք ուժեղացնել ճնշման արշավը մի քանի եղանակով։ ԱՄՆ նախագահի կողմից միջոցներ ձեռնարկելու պատուհանը մեծ չէ, բայց Իրանում մարդիկ վրդովված են, բացատրել է պարբերականի զրուցակիցը։ Հարցված պաշտոնյաներից մեկի խոսքով Թրամփի ներկայացվելիք տարբերակները տատանվում են Իրանի ուղղությամբ կետային հարվածներից մինչև հարձակողական կիբերհարձակումներ, սակայն բացառում են ամերիկյան զորքերի ուղարկումը։ Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը կցանկանար խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հետևանքներ ունենալ քաղաքացիական բնակչության համար։ Այդ պատճառով նախապատվությունը տալիս է անմիջապես իրանական զինված ուժերին հարվածելուն։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան որոշ ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի գործողությունները, որոնք ուղղված են Իրանում բողոքին, կարող են հանգեցնել ճիշտ հակառակ արդյունքի։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին գրեթե հայտնվել է օրեշնիկի հարվածի տակ։ Կիև տանող ճանապարհին նա գտնվում էր այդ հրթիռով հարվածի վայրից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է բրիտանական Sun թերթը։ Ինչպես ասվում է նյութում, պաշտոնյան քիչ էր մնում փորձանքի մեջ ընկներ Լվովի մոտ։ Երբ հարված էր հասցվել օրեշնիկով, նա գնացքով ուղևորվում էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Երբ ԱՄՆ-ն դադարի ՆԱՏՕ-ին առաջնահերթ ուշադրություն դարձնել, դաշինքը կկրկնի Վարշավյան պայմանագրի կազմակերպության ճակատագիրը։ Նման տեսակետ է հայտնել ռազմական վերլուծաբան Անդրեյ Դեմուրենկոն։ Նրա խոսքով մինչև 1980-ականների վերջը արևելյան դաշինքը բացառապես ԽՍՀՄ ռեսուրսների և քաղաքական կամքի վրա էր։ Նմանապես ՆԱՏՕ-ն, ինչպես կարծում է վերլուծաբանը, կդադարի գոյություն ունենալ, հենց որ Միացյալ Նահանգները դադարեցնի աջակցել և ֆինանսավորել դաշինքի մյուս մասնակիցներին։ Դասական բլոկային համակարգը անցյալում է, դրան փոխարինելու է գալիս ազգային պետությունների տրամաբանությունը, որոնք իրավիճակային ռազմաքաղաքական դաշինքներ են ստեղծում կոնկրետ խնդիրների համար, ասել է Դեմուրենկոն։ Նույնը ըստ փորձագետի ժամանակի ընթացքում տեղի կունենա ՀԱՊԿ-ի հետ։ Նա համոզված է, որ այդ կազմակերպության անդամների արտաքին քաղաքական շահերը չեն համընկնում արդեն հիմա, իսկ ներքին հակասությունները աճում են, չնայած միասնության հռետորաբանությանը։ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը արդեն էրոզիա են ապրում, կհայտնվեն նոր կոալիցիաներ և իրավիճակային դաշինքներ։ Դրանք կձևավորվեն և կբաժանվեն բավականին արագ, արձագանքելով միջազգային իրադրության փոփոխություններին, հավաստիացրել է վերլուծաբանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չյուրացնի Գրենլանդիան, ապա դա կանեն մյուս երկրները։ ԱՄՆ առաջնորդը թույլ է տվել Գրենլանդիայի անցումը Ռուսաստանին կամ Չինաստանին։ Եթե մենք չվերցնենք Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը, ինչը ես թույլ չեմ տա, նշել է նախագահը։ Ռուսաստանը պետք է հետաքրքրվածություն ցույց տա խաղաղության հարցում։ Նման կոչով Մոսկվային է դիմել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այժմ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ նա շահագրգռված է խաղաղությամբ, ընդգծել է ֆոն դեր Լեյենը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի խաղաղ պլանը 20 կետից բաղկացած առաջարկ է, որը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է 2025 թվականի վերջին։ Ըստ նրա, այդ պլանի հետ մեկտեղ Կիևի համար անվտանգության հստակ երաշխիքներ կան ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից։